Բարի արև իմ սիրելի առյուծներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր հետաքրքիր է 25-ն է հունիսի եւ ձեզ բաժին ընկավ նորալուսինը, որովհետեւ ուզում եմ անպայման նշել այսօր ցերեկը ժամը 14:31:27 Հայաստանում այդ ժամին տեղի ունեցել արդեն կարող ենք ասել տեղի ունեցել նորալուսինը, արևելուսինը միացել են 5 աշճանում եւ այն տեղի ունեցել հենց խեց գետնի նշանում։ Ահա իհարկե մենք սպասեցինք, ես սպասեցի մինչեւ նորալուսինը եղավ եւ դրանից հետո նոր ես հիմա ներկայացնում եմ ձեր նշանի համար հուլիս ամսվա ուրեմն կանխատեսումը եւ իհարկե նշեմ նաեւ որ այսօր Մերկուրի օրն է, շատ հետաքրքիր տեսնում եք համընկնում եղավ, որովհետեւ Մերկուրին սիրելի առույցներ հենց ձեր նշանում լինելու է հետ ընթաց, այսինքն վերանայելու ինչ որ փոփոխություններ, հատկապես ասցենդենտով առույցները, ինչ որ փոփոխություններ, հանդիպումներ կամ թեկուզ հենց հանդիպումներ, որոնք կարող են փոխել ձեր կյանքը մտածելու տեղիք կտան, ինչ որ հարցեր քննարկել եւ այլն, հին ընկերների հետ հանդիպել, գործունեություն ծավալել այդ ընկերների հետ եւ շատ տարբեր, հա, ձեր բարեկամներին, հարազատներին նույնիսկ կարող եք ուրեմն որ վաղուց չեք տեսել, ասենք արտերկրում են ապրում եւ այլն, այդպես հանդիպումներ լինեն, ոմանց մոտ համագործակցություն լինի, եթե դա աշխատանքին է վերաբերում, ահա այսպիսի իրադարձություններ են եւ սիրելի առյուծներ, նշեմ նաեւ դա ուրեմն խեց գետնի նշանում էր այսօր նորալուսինը, իսկ արդեն հուլիսին նորալուսինը կլինի ձեր նշանում եւ իհարկե մինչ նորալուսինն էլ արևը կմտնի ձեր նշանի, չի կապակցությամբ իմ շատ սիրելի առույցներ, ես ձեզ շնորհավորում եմ ձեր ծննդյան կապակցության բոլոր թերթով կնշեք արդեն 22-ից իսկ հուլիսի սկսած դուք կնշեք ձեր ծննդյան օրերը ձեզ ամենալավն ու բարին, ահա եւ նշեմ հիմա թե ինչ իրադարձություններ են սպասվում հուլիս ամսին, մասնավորապես ձեզ, ուրեմն ունենք լիալուսին, նորալուսին, արևն է փոխում իր նշանը, Վեներան է փոխում իր նշանը, Ուրանն է փոխում իր նշանը, իսկ արդեն Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը, որ գտնվում են խոյի նշանում, իրենք դառնում են հետընթաց եւ Մերկուրին, ինչպես որ արդեն ասացի, գտնում է ձեր նշանում եւ այնտեղ ինքը լինելու է հետընթաց, ահա ես սկսեմ թերևս Վեներայից, որը հուլիսի 4-ին կփոխի իր նշանը, դուրս գալով ցուլի նշանում, ինքը իր նշանում էր, իրեն շատ լավ էր զգում, բավականին վառ արտահայտված էր, դա սիրո թեման, ընդհանրապես գեղեցիկ հարաբերությունները, այդպես գեղեցիկ միջադեպեր, միգուցե նաև մարդկանց, թեկուզ անծանոթ մարդկանց հարաբերություններում, հա, եւ այստեղ հիմնականում ղեկավարության հետ եւ ֆինանսական հարցերն են անշուշտ, բոլոր դեպքերում իհարկե գիտեք հիմա որոշ առույցներ կասեն գիտեք ղեկավարության հետ մենք խնդիրներ ունեցանք ոմանք դա պայմանավորված է նրանով որ դուք ուրեմն ձեր անձնական քարտեզում ասենք այդ ժամանակահատվածում ունեցել եք վատ ասպեկտացիա եւ դրանով էլ պայմանավորված ուրեմն ստացվել է վաղ, այսինքն դուք չեք հասկացել ձեր ղեկավարության հետ ինչ որ հարցում չեք կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ այդպես խզվել են հարաբերությունները կամ միգուցե աշխատանքի հետ կապված, իսկ ոմանց մոտ էլ դա հնարավոր է որ շատ լավ այդպես ստացվել է, դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, բոլոր դեպքերում ինքը բերում է փոփոխություն, հավանաբար ձեր հին ընկերներին, հին ծանոթներին գիտեք դիմեք, եթե այդպես ունեք ծանոթներ, այս դեպքում շատ ավելի լավ կաշխատի, դիմեք եւ հնարավոր է որ իրենք ձեզ օգնեն, որովհետեւ բերում է փոփոխություն։ Ինչեւ է շատ կանգ առանք Վեներայի վրա, Վեներան ինչեւ ասացի հուլիսի 31-ը հուլիսի 4-ից հուլիսի 31-ը ինքը կտեղավորվի երկվորյակի նշանում։ Գիտեք, ես ձեզ ասեմ հետեւյալ, այսինքն այստեղ հանդիպումներ ձեր գաղափարակիցների հետ, միգուցե նոր միջավայր լինի, նոր
նոր մարդկանց հետ շփվեք կամ նոր թեմաներ դրվեն ձեր առջև, այդ թեմայի շուրջ սկսեք աշխատել եւ այլն, կամ նոր գաղափար ձեզ տրվի աշխատանքի համար, սա եւս հնարավոր է եւ ինքը Վեներան կմտնի իսկ արդեն ամսի 7-ին, իրենք այսպես փոխկապակցված, ամսի 7-ին արդեն Ուրանն է մտնելու երկվորյակի նշան, այսինքն կարծես թե Վեներան գնում է, ճանապարհ է բացվում ուրեմն Ուրանի համար եւ Ուրանը բերում է այդ փոփոխությունը եւս, այնպես որ սիրելի առույցներ, առաջիկա 7-8 տարում ձեզ մոտ կլինեն, նկատեք, գիտեք, Ուրանը մինչեւ նոյեմբերի 8-ը լինելու է երկվորյակի նշանում հեռավոր մոլորակը եւ անպայման միջավայրի փոփոխություն կլինի, գիտեք, հնարավոր է ինչ-որ միտեղ աշխատեք, դուրս գա գնաք մեկ այլ տեղ աշխատեք, հետո գնաք մեկ այլ միջավայր, ուրիշ մարդկանց հետ շփվեք, պետք է հարմարվեք այն մտքի հետ, ասին ձենտով առույցներ, որ ձեր շրջապատում միջավայրում փոփոխություններ են լինելու, թե աշխատանքի, գիտեք, նրանց բախտը կբերի, ովքեր ինչ որ խմբի հետ են աշխատում, ասենք այնպեսի մասնագետ է գնում է այդ խմբի հետ աշխատում է, հետո գնում է մեկ այլ երկիր ընդհուպ, գնում է աշխատում է այնտեղ մեկ այլ խմբի հետ, հետո իրեն հրավիրում են, ինքը մեկ այլ տեղ է գնում, այսինքն որոշ մարդկանց համար դա կարող է ի օգուտ շատ լավ աշխատել, իսկ մյուսների համար կարող է, ասենք, նրանք ովքեր ուզում են հիմնական աշխատանք ուղղակի մտնել ու աշխատել եւ վերջ այնպեսի գործ են անում, իրենց հիմնական է պետք, այստեղ որոշակի հարցեր կարող են լինել, չկարողանաք, ասենք 7 տարի դուք հիմնական մի գործ ունենալ, այս խնդիրը կառաջացնի ձեզ Ուրանը, դա այդպես, իսկ ավելի մանրամասն Ուրանի մասին, սիրելի առույցներ, դուք ես հաղումը կթողնեմ, դուք կնայեք այդ հաղորդումը, ես այդտեղ ավելի մանրամասնել եմ, դրա համար հիմա ավելորդ է մանրամասնելը, կնայեք այդ հաղորդումը եւ ինքը շատ ավելի ամբողջական կլինի։ Եվ ամսի 5-ին հուլիսի մինչև 25 թվականի դեկտեմբերի 10-ը Նեպտունը, հեռավոր մոլորակ Նեպտունը, որ գտնվում է, ինչպես որ ասացի, խոյի նշանում, ինքը կդառնա հետընթաց, հետընթաց եւ սա, որ գիտեք, վերաբերում է այստեղ իրավական թեմաներ, դատական կամ պարզապես փաստաթղթերի հետ ինչ որ այդպես իրավական թեմաներ կան կամ պարզապես փաստաթղթային հարցեր են, այդպիսի եւ արտերկրի հետ կապված կարող են լինել բիզնես ունեք արտերկրում կամ դասավանդում եք կամ սովորում եք եւ այլն, այսպիսի հարցեր են եւ դուք պետք է պահանջում եք ձեզանից, այսպես ասած, որ դուք խորհեք, մտածեք, թե ինչ կարող եք անել, ինչպես կարող եք անել, արդյոք ձեզ պետք է այստեղ գնալ սովորել, արտերկիր սովորել կամ բիզնես այնտեղ ունենալ կամ թափից դուք ուզում եք դասավանդելի վերջո, թե ոչ, ձեզ ուրեմն խորհելու ժամանակ է տալիս տվյալ դեպքում նաև Նեպտունը, որովհետև Սատուրնը եւս, ես այսպես կմիացնեմ, օրերը կարող են տարբեր լինել, հետո առաջ դա կարևոր չի, կարևորը որ միտքն եմ ամբողջացնում, ուրեմն 13-ին էլ Սատուրնը դառնալու հետընթաց մինչև նոյեմբերի 28-ը անպայման ուշադրություն դարձրեք այս ժամանակահատվածներին, այն ամսաթվերը, որ ես նշում եմ, որպեսզի հասկանաք ինչ ժամանակահատվածում է դա լինում, ուրեմն Սատուրնը եւս խոյի նշանում եւ Խիռոնը եւս խոյի նշանում է գտնվում, այդ 3 նշանները հուլիս ամսին խոյի նշանում դառնալու են հետընթաց եւ դուք, ինչպես որ ասացի, իրավական թեմաներում, դատական թեմաներ կլինեն, որոշ փաստաթղթային, ամուսնական, բաժանության եւ այլն, եթե այսպիսի թեմաներ կան, ուրեմն արտերկրի աշխատելու, սովորելու, ամուսնության եւ այլն, այսպիսի հարցեր կան, ձեզ ժամանակ է տրվում խորհելու, որովհետեւ կատարվեցին իրադարձություններ, դրանք էլ հենց ձեզ բերում են մտածելու տեղիք են տալիս, իսկ ամենակարևորը ձեզ մտածելու տեղիք է տալիս Մերկուրին, որը գտնվում է ձեր նշանում, ինքը այդտեղ ուրեմն կլինի հետընթաց հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11 այս ժամանակահատվածում, ինչպես որ նշեցի, շատ կարևոր է, որ դուք վերանայեք, այսինքն կան որոշակի խոչընդոտներ ձեր միգուցե առաջ խաղացման համար, դուք պետք է հասկանաք ինչումն է բանը, ինչն է պատճառը եւ կարողանաք գտնել այդ պատճառը, այն ինչ որ ձեզ խոչընդոտում է եւ կարողանաք դա կարգավորեք, շատ կարևոր է, եթե դուք չհասկանաք ձեր խնդիրը, հետո դուք
շատ ավելի մեծ խնդիրների մեջ կներքաշվեք սիրելի առույցներ, այսինքն տեսնում եք 1 2 ուրեմն 1 2 3 4 մոլորակ, ահա 4 մոլորակ հետընթաց են դառնում հանուն ձեզ, որպեսզի դուք հասկանաք ձեր անելիքը, ինչ եմ կոնկրետ ասում ձեզ, ոչ թե նրա համար, որ ձեզ շատ սիրում եմ, նաև նրա համար, որ Մերկուրին ձեր նշանում է, այստեղ միտքն է, մնացած բոլորը լրացնում են միտքը, այդ էներգիաները բոլորը գալիս լրացնում են միտքը, այսինքն այդ բոլոր գործողությունները ինչ որ կան, ձեզ տալիս են այդ միտքը, որպեսզի դուք կոնկրետ քայլեր անեք, այս սրա մասին էր խոսքս, բայց ինչումն է բանը, որ մոլորակների դասավորությունը բոլոր դեպքերում բարենպաստ են, ես կարծում եմ ճիշտ քայլերի դեպքում դուք կարող եք ունենալ լավ արդյունք, իսկ մնացածը իհարկե անշուշտ կախված է ձեր անձնական քարտեզից, նո իհարկե այստեղ չեմ ուզում հետ գնալ 29 ուրեմն 29-30 այստեղ դժվար օրեր են հունիսի 28-29-30, այսպես ասեմ 28-29-30 այստեղ ուշադիր եք լինում, որպեսզի կոնֆլիկտ չունենաք, սա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, բոլոր դեպքերում կարող է լինել այստեղ հիվանդության հետ կապված ինչ-որ լուր իմանաք, այստեղ հնարավոր է աշխատանքի հետ կապված ինչ-որ լուր ունենաք, կոնֆլիկտ լինի ղեկավարի հետ, ուշադրություն դարձրեք, այդ օրը փորձեք այդ օրերը 28-29-30 ես կներառեի նաև 1-2-ը ինչու ոչ, որպեսզի դուք փորձեք զերծ մնալ, զգուշ լինել բոլոր դեպքերում, հա, որովհետև դուք չգիտեք ձեր քարտեզը, դրա համար զգուշ լինելը շատ ավելի ճիշտ է, բոլոր դեպքերում այդ մոլորակները, ովքեր որ դառնում են հետընթաց, վերը նշածս, դրանք ձեզ համար դրական ազդեցություն են ունենում այսպես, և այսինքն ես կարծում եմ ինչ դժվարության մեջ լինեք, դա ինչ-որ ժամանակ հետո կկարողանաք, հավանաբար շատերը գոնե կկարողանան դուրս գալ այդ իրավիճակից, ահա, ես նշեմ, ուրեմն դա մոլորակներն էր հուլիսի 18-ից, ինչպես որ ասացի, օգոստոսի 11-ը, նաև ավելացնեմ, որ ոչ մի նոր գործ չեք սկսում, ոչ մի նոր բան, ընդհակառակն խնդիրը, որ վաղուց եկել է ոմանց մոտ շատ տարիներ, հնարավոր է առաջ դա եղել է, գիտեք, որովհետև ինքը կարող է ամիսների խնդիր բերել և ինքը կարող է շատ հին տարիների խնդիր բերել հասցնել, իսկ մա չմանրամասնեմ, որ դեպքում ինչ և այլն, այդպես կարող է լինել և դուք փորձեք խնդիրը հասկանալ ինչումն է վերլուծել, ձեր ընկերներին կհանդիպեք, ես արդեն ասացի ձեր բարեկամներին այստեղ բոլոր դեպքերում փոփոխություն կլինի, միգուցե ձեր շրջապատի միջև այդ հանդիպումները ինչ-որ հարաբերություններ կփոխվեն նաև և ասեմ, որ նախաձեռնությունը բոլոր դեպքերում պիտի լինի ձեր կողմից, եթե ուզում եք ինչ-որ ձեր հին ընկերներից ինչ-որ մեկի հետ կապվել, խորհուրդ հարցնել, չգիտեմ, տարբեր, հա, կարող է լինել, կամ իր կարիքն եք զգում և այլն, նախաձեռնությունը պետք է լինի ձեր կողմից, այսինքն դուք չպետք է սպասեք, որ ձեզ կկանչեն ինչ-որ միտեղ աշխատանքի, կամ ձեզ այս հարցով պիտի օգնեն, կամ իրենք զանգեն ձեզ և այլն, այս դեպքում դուք պիտի գնաք ինչ-որ քայլերի դիմեք ձեր հին ընկերներին, ինչպես որ ասեցի, հին ծանոթներ, վաղուց եթե չեք հանդիպել, միգուցե ինչ-որ մեկը այդպես ավելի բարյացակամ գտնվի և ինչ-որ հարցերում օգնի, բոլոր դեպքերում հանդիպումները ձեզ համար կարող են լինել օգտակար, եթե ճիշտ քայլեր անեք և ընդհանրապես փոփոխության մասին նաև ուզում եք շատերը փոփոխություն մտցնել իրենց կյանքում, աշխատանքի հետ կապված շատ տարբեր և այ Մերկուրին հենց դրա համար էլ դառնում է ինքը հետընթաց, որպեսզի նաև ազատվեք չար մտքերից, այն ամեն ինչին է ազատվեք այդ ամեն ինչից, սիրելի առույցներ, փոփոխություն եթե մտցնեք ձեր արտաքինում և ընդհանրապես ձեր շրջապատում շատ ավելի լավ կլինի թարմացրեք ձեր մտքերը, ահա, և երբ Մերկուրին կդառնա ուղղընթաց, այդ ժամանակ նոր կարող եք
նոր պայմանագրեր կապել, համաձայնություններ, աշխատանք եւ այլն եւ այլն։ Եթե դուք հետընթաց Մերկուրի ժամանակ անցնեք աշխատանքի, ինքը երկար չի տևի եւ շատ ծանր կլինի։ Դա էլ այդպես, ես ուրեմն լիալուսնի մասին ասեմ, 11-ին է լինելու դա հուլիսին, գիշերը 00:36:37 Արևև լուսինը կհակադրվեն 19 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Սա կարող է ուրեմն վերաբերել աշխատանքին, ոմանց մոտ կարող է վերաբերել ձեր քարտեզի, կարող է վերաբերել առողջական հարցերին, գիտեք, եւ ընդհանրապես նորալուսինը եղավ հենց ձեր 12-րդ տանը, դա արդեն այսօր կարող է շատ վստահ ասել, ձերբակալությունների թեման լինի, բանտերի թեման լինի, ուրեմն կարող է այստեղ հիվանդության թեման լինի, հիվանդանոցների թեման, հա, եւ կարծում եմ դուք մինչեւ 11-ը ձեզ համար պարզ կլինի, ձեզ 24 ժամով են բանտարկել 48 ժամով, այսօր արդեն դա զվարճանքի է վերածվել մեզ մոտ Հայաստանում, ահա, եւ ինչևէ մինչեւ 11-ը կիմանաք ձեզ ինչ ժամանակահատվածով է ուրեմն հպարտը բանտարկում բռնում եւ ինչպես է լինելու կամ այստեղ եթե ձեր առողջությանն է վերաբերում առողջական հարցերն են, որ պետք է ուշադրություն դարձնեք, որովհետեւ առաջիկա մի ամիսը մասնավորապես այդ իմ նշածս բնակավարներում բավականին լարվածություն է լինելու Հայաստանում եւս այս գաղտնիք ասեմ, քանի դեռ չեմ ասել, բայց ձեր նշանի դեպքում ասեմ, դա եւս լինելու այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հենց դրա մասին է ասում, ահա, եւ կարծում եմ մինչեւ հուլիսի 11-ը դուք կիմանաք ձեր անելիքներով առողջական խնդիր ունի կլծվի այդ աշխատանքին բուժվելու համար, ովքեր արտերկիր պիտի գնան, տեղափոխվեն, ովքեր 48 ժամը կլրանա դուրս կգան, այդպես, այսպիսի իրադարձություններ եւ ամենակարևորը Խիրոնի մասին, որը հուլիսի 30-ից հունվարի 2026 թվականի 2-ը ինքը լինելու է եւս հետընթաց դրա մասին էլ արդեն ասել եմ եւ հաջորդ կարևոր իրադարձությունը իհարկե սա թողեցի վերջում, բայց եկեք վերջում լավ բան թողնենք, այստեղ ես 13-ին ձեզ ուզում եմ զգուշացնեմ բոլոր դեպքերում եւս մի իրադարձության մասին, որպեսզի դուք ձեր կոլեկտիվում չգնաք, ուրեմն փորձեք խուսափել հարաբերություններից, այդպես 13 ասեմ պլյուս մինուս 1-2 օր, հա, ուշադիր եղեք ցանկալի որ հանդիպումներ չգնաք, ցանկալի որ ֆինանսական հարցեր չքննարկեք, ցանկալի որ պարտք չտաք ձեր գաղափարակիցներին չվերցնեք, ինչ որ թեմաներ չքննարկեք, իզոլացած, այսքան ավելի առանձնացած, շատ ավելի ճիշտ է այդ տարբերակը, դա ձեզ խորհուրդ կտամ, եթե դուք չգնաք ուրեմն կոնտակտի, կոնֆլիկտ չի լինի, խուսափեք կամ եթե ինչ որ հարցեր կա, փորձեք մի օր երկու օր հետաձգել, հետո նոր հանդիպեք, հարցին անդրադարձեք, դուք կազատվեք այդ վատ էներգիայից եւ այդ խնդիրներից կազատվեք։ Ես ձեզ նախորոք եմ ասում, որպեսզի դուք կարողանաք կարգավորեք ձեր օրը ամիսը կամ հա հուլիս ամիսը արդեն դուք ընդհանուր puzzle-ը հավաքեք եւ հասկանաք, որ օրերը դուք ուրեմն ինչ քայլեր անեք, որպեսզի ավելի պաշտպանված լինեք եւ այլն, դուք չեք տեսնում այդ էներգիաները, չեք էլ պատկերացնում, ոմանց դա կարող է հեքիաթ թվալ, բայց դրանք շատ ակտիվ աշխատում են, այդ մենք ենք որ չենք տեսնում, աչքեր ունենք, չենք տեսնում, ակաժներ ունենք, չենք լսում, սա էլ գրքից Եվ ուրեմն ուզում եմ լավ իրադարձությունով վերջացնել, արևը կմտնի ձեր նշան սիրելի առուսներ, 22-ին ինչ որ սկզբից ասեցի, այդպես գեղեցիկ էլ ավարտենք լավ տրամադրությամբ, արևը կմտնի եւ կսկսվեն շոկ, հորերը հուլիսից, իհարկե ամենաշոկը, իհարկե հուլիսը շոկ կլինի, բայց ամենաշոկը հիմնականում երբ արևը իր տանն է առուտի նշանում, իրեն շատ ազատ, շատ լավ է զգում, բնականաբար եւ այդպես բոլորին տաքացնում է։ Այնպես որ սիրելի առույցներ, ես նորից շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, ամենալավն ու բարին, ինչ լավ որ դուք կաք, տրամադրությունս բարձրանում է, երբ խոսում եմ ձեր մասին, այդ ձեր էներգիայից, հա, ես գիտեմ, որ առույցներն էլ ինձ են շատ սիրում, այնպես որ լավ եղեք, գրեք անպայման կիսվեք ձեր ջերմ խոսքերով, տպավորություններով,
ես շատ ուրախ կլինեմ, նկատում եմ այդ ամենը եւ նաեւ որքանով է օգտակար լինում, որովհետեւ ես բոլոր դեպքերում բանալիներն եմ ուզում ձեզ ներկայացնել շատ կոնկրետ, որպեսզի դուք դրանք են կարևոր, ոչ թե խոսալ կես ժամ, մի ժամ, բայց ոչինչ չասել, հա, ու չես հասկանում ինչ անես։ Այսպես գրեք անպայման որքանով օգտակար եղավ եւ անպայման մի զլացեք եւ լայքեք հարգելով իմ աշխատանքը, իմ սերը հանդեպ ձեզ, այսպես առանձնահատուկ։ Այսքանը առայժմ կհանդիպենք հաջորդ ամիս։